շտաբի պետը։ Շնորհակալ եմ, սիրելի ժողովուրդ, շնորհակալ եմ, զգացված եմ, ես ուզում ձեր հետ անկեղծ խոսել, բարեգործությամբ երկիր չես կառուցել, որ ժողովրդի վիճակը չի լավ, ոնց որ մարդ իր դասած համաներում այլ է կատարում։ Ամենակարևորը ես խոսք եմ տալի, հասանելիքի երկիր ժողովրդին, միայն հետևական եմ ները, որ ճիշտ նպատակին հասնի, ճիշտ նպատակին ծառայի, որ մարդիկ դասկան, ես ոչ գումարի կարիք ունեմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, Աստծու կամոք, ամեն ինչ հասել եմ աշխատանքով, պետական պաշտոնի չեմ եկել։ Ես այս անկեղծությունը, մաքրությունը, տեսնելով գնահատականը, որ շրջաններ գնում են, մարդիկ ասելով արել են, օգնել են, օգու համար, հանգիստերի համար, դիմել են այլն, բայց այսօր բարեգործությամբ ժողովուրդ ջան, երկիր չես պահի։ Միայն պետք է հետևական լինեմ, որ լիարժեք հասանելիքը ըստ ոլորտի, ըստ մարդու, պետք է ճիշտերին հասնի, արդյունավետ օգտագործի, արդյունք լինի, պայման հնարություն պետք է լինի, որ մարդիկ աշխատեն։ Ես նորից եմ ասում, բոլորը դա գիտեն, հիմնական պետք է հնարավորություն որոշում կայացնելու, ասենք ինչ որ ասում ենք, ժողովուրդ, մեկ 10 անգամ ավելի լավ է լինելու։ Կյանքում այսքան կայացած մարդը չի կարող այս ծանրության տակ մտնի, որ չկարողանա դա իրականացնի։ Եթե ամբողջ մարդերով անցնելով, մարդիկ հարգանքով, ջերմ ընդունելությամբ, հարգանքով ասելով, դրա այդ անելուց հետ ասում ավելի շատ է լինի, հարգանք ուսերը վստահությունը, որտեղ այսօր շատ կարևոր է, ինչ ուզում ես ունեցի, մի ունեցի, հարգանքը, որ վարչակարգով քայլում ես, կարևորը գործն է մնայում։ Հիմնական սա է, որ այսօր մեկը չվերջացած, մեկն եմ ուզում անեմ։ Իմ հիմնական գործը, որ իմ ազգի համար, իմ ժողովրդի համար, մենք հպարտ ժողովուրդ ենք, հզոր ժողովուրդ ենք, հզոր պատմություն ունեցող, հյուրասեր մարդ ենք։ Մենք պետք է կարողանանք մեր մեջ կուղենք, որ ամբողջ աշխարհը մեզ հարգի, որ մեր գործընկեր լինի, լավ դաշնակիցներ ունենանք, հնարավորություն տանք, սկսած ասենք ասելով, որ իրոք անհրաժեշտ է այսօր սառնաներ կառուցել։ Պետք է հավաքում ես տեղում, տեղ չունես տեղավորելով, էժան ջրի գնով պետք տաս կամ թափես, որ պետք է լինի հիմնական սառնարաններ, ընդունեն, կազմակերպեն, առաջի երկրորդ սորտերը, վերցնեն, մնացածը տան ասենք, թե հիմնական բացոների գործարան, ու այդ կարելի է ավելի շատ փող աշխատել, ով դրանով զբաղվի։ Ես Գեղարքունիքում կառուցեցի սառնարան, որ հիմնականում Գեղարքունիքում գիտեք սարի վրա ադրբեջանցիներ նստած, մարդիկ մտահոգություն ունեն, որ Սևանը մերն է, Ադրբեջանինն է, ու մարդիկ մտահոգություն են, ես 9 միլիարդ գումար դրեցի, կառուցեցինք, որ մարդիկ հիմա մի քիչ ամրապնդվեցին, որ Ծառուկյանը եթե գումար է դնում, ուրեմն մեր տարածքներն են։ Բոլոր տարածքներում պետք է սառնարաններ լինի, մթերումներ կատարեն, քայլի վրա բենզակալոնկա են դնում, գազի կալոնկա են դնում, որ մեկի հաճախորդը մի մեքենան ընդեղ են տանում, 3-4 մինուս է գնում։ Եղբայր սառնարանի վրա դիր, վերցնում ես 150 դրամ ընդունում ես, դեկտեմբերից հետո 300, 500, 800 դրամ, 1000 դրամ, ասենք թե մեկին 6 փող ես աշխատում։ Կարևորը ճիշտ պետք է մասնագիտորեն սարքեն, դնեն, ընդունեն, համ ժողովրդի գյուղացիները փող կլինի, ամենը երապատիկ փող կառնեն, ուրիշ բան չեմ ասում, գումար վերցնես, որ ասենք թե վարկի տակ մնա։ Փող կազմակերպեն, ինչ կասնեն, պայմանավորվեն, արաբական երկիրը օրեկան 3000 տոննա պտուղ բաժանն է մտերում, մեզից բան չի գնում, կարան կազմակերպեն, անհնարին ոչինչ չկա ժողովուրդ։ Միայն պետք է ճիշտ մարդիկ, ճիշտ մասնագետներ, որոնք տիրապետում են, կարողանում են մարդուց փուշ անել, ամեն ոլորտի մարդիկ են, գիտեն, որ իրենց մասին տեղյակ են, իրենց հնարավորություն են տալի, պայման է ստեղծում, աշխատել, վերք ու բարիք ստեղծել, իրենց ընտանիքը բարեկեցիկ պայծես։ Ու ամենակարևորը, խաղաղության համար, որ պետք է լինի երաշխավորած խաղաղություն։ Պայմանավորվել է դա խաղաղություն չի ժողովուրդ ջան։ Պետք է թուղթ, քնիչ, ստորագրություն, ինչ կա, մեր սահմանները սա է, ձերը սա է։ Ստորագրում ենք, որ որևիցե մի խախտում չլինի, ով եղավ պետք է պատժվի։ Հասկանանք, որ խաղաղություն է, թե չէ իրար հետ պայմանավորված, ասելով հեչ պահանջը չկատարես, վաղը պատերազմ է, սեպտեմբերին լինել է։ Միակ պահանջ ներկայացրեց, պետք է ադրբեջանցիները գան Հայաստանում, Վարդենիսում, Սևանում, Կոնդում, որ բնակվի 300,000, որտեղ պետք է գան բնակվի։
Հիմա էլ մի հատ բան են ընդրել, որ այդ գույքարկը ավելացել են 100%։ Հոշակարում տուն աստացել, դա կնարվեստագե, դասախոս, գիտնական, աշխատող, բավոր ստացել է։ Ասմա չես կարում գույքարկը վճարես, կունը ծաղի գնա, հերավոր գուլերը գնա, ասում որ ադրբեջանցիները գանդստել է խրճասը։ Որ ենք այ պետք է արդարացին դուրել։ 2020 թվականից հետո, ով բնակարան է գնա Երևանում, կու 100% ասել դիվի գույքարկ վճարի։ Ձերատալի ար, ձեր չի տալի մի ար։ Բայց հիմնական է մեծամասնությունը, որ Երևանը կառուցել են, հաստատել են կառուցման գործում, դա անարդարացի որոշում է։ Թող մեկ ասի Ծառուկյանը սխալ ասում։ Ոչ, փող կա, մարդը փող արի 2020 թվականին 100,000, 200,000, ուրան փողատեր մարդը նա վիճակ է և բուրտայք վճարել։ Բայց թոշակառուն ոնց պետք է դա վճարել։ Որ պետք է որոշումները փոխվի, ամեն ինչ կազմակերպվի։ Այ ոնցպես ամեն ինչ տեղակայք, ամեն ինչ գիտենք, Միայն պետք է հնարավորություն որոշում կայացնենք, ամեն ինչը փոխենք, որ կարողանանք մեր ժողովրդի դեպքին շփիտ գալ, որ այդ խեղճությունը հաղթանենք ժողովուրդը։ Ես երկու հարց ունեմ, Ինք ասի դու ասա, չկասի։ Բարով ես եկել, պարոն Ծառուկյան։ Հարություն ասա։ Ես երկու հարց կտամ, նվե, եթե կարելի է։ Երկուսն է բայց կարևոր է։ Ասեք երկուսն ասեք։ Մենակ ինձ համար չէ, որ Ասա երկբաջան, լսում եք, ասեք։ Երբ ենք պրծնելու Ալիևի մարզպետից, բոլոր ժողովուրդին կրկրեցի արդեն բոլեց։ Մեկը Ղարաբաղից, այդ առաջին է պրծանք, երկրորդ հարցս։ Ես Արցախից եմ։ Իմ երկու երեխեքս Պովուզի դպրոցումը, Պավոշի դպրոցումը, գերազանցիկ եմ։ Իմի առաջի տարին մեծ աղջիկս գնացել է, ընդունվել է որպես Արցախից եկած։ Երկրորդ կուրսը ասում է, որ պիտի քննություն տա, էտորն է կայնում ասում, խոսքի պիտի վճարես, որ կարաս անցնես։ Իմի Այդ մենակ իմ երեխենք է, տենց երեխեք շատ կան, ես գիտեմ, որ շատերին օգնել է։ Ես վստահ եմ էլի, որ էլի ավելի շատ կան ես։ Եվ ես ուրախ եմ, որ ընտրվես դու։ Ուրեմ առաջացի պատասխանել, հարգելի սիրելի ժողովուրդ, ձեր այդ խոսում շատ անկեղծ, այս երկար ժամանակները, երբ Ալիևի հաղորդումները նայում ես շատ պատմություն, որ ես հայ եմ։ Նա երբեք ու երբեք հարգալից, որ ասենք ասի պատերազմային արգան պետություններ ենք, ժողովրդան պրիմացիոն է եղել, հիմա մենք պայմանավորել ենք, ինչ եղել է, մենք ենք կործել, դուք եք կործել, մենք պետք է իրար հետ զարգացնենք, ցանկացած մարդ իրեն հանգիստ կզգա։ Բայց այսօր առհամարական, ասելով, արև մտան Ադրբեջան, եղբայր Ադրբեջանը փոչվոր ցեղերի են եղել, 100 տարի որոնք պետություն ունեն, Մերը հազարավոր պատմություն, հազարավոր տարիների, ոնց ասենք մենք խոսալը, որ պետք է գա 300,000, ասենք թե մեր հայրենակիցները, տները դռները փակած եկել են, ունեցվածքը մեջը, այդ մասին խոսք չկա, որ իրանք պետք է գնան, իրանց տները ապահով երաշխավորած ապրեն։ Մյուսը խաղաղություն կա, բայց ասենք թե մեր զինվորները, գեներալները, նախագահները այսօր գերի կարգավիճակում դա մեծ ամոթ է, ես նորից եմ ասում։ Դրա համար ամենակարևորը ես որ ասեցի, հարկավոր է երաշխավորած խաղաղությունը։ Ձայնը տվեք, անպայման կտեսնեք, ոնց է լինում։ Եվ հիմնական նրա մտավախությունը, որ ամեն ինչ ավելի արագացնում է, որ հանկարծ ոչ մի բան չփոխվի, որտեղ զգալով որ բան փոխվեց, էլի նպատակներին ինքը չի հասնելու։ Ասում է Երևան էլի բան, հետո որ որոշել է Բաքվում, Երևանում, Հայաստանում, դա չի կարող լինի։ Իզուր տեղը մենք ժամանակ ենք կորցնում, հարկավոր է լիարժեք, որոշում, ժողովուրդն է որոշում, ցանկություն եւ ամեն ինչը լավ է լինելու։ Ես նորից եմ ասում, սպասեք լավ հաջողությունների, անպայման լավ փոփոխությունների, որ լավ լինելու։ Ես միջև դա ասեցի, որ մեր ծրագրի մեջ կա հիմնական ուսումը պետք է անվճար լինի,
որպես ծնողը գիշերը չի գնում, ոչ ես կարող վճարես, որ երեխան սովորի։ Ես դրա համար ասում եմ ծնողը, որ չկարողանա երեխու ուսման վճարը վճարի, իր կյանքից 5 տարի կպակասի, հիվանդություն ձեռք կբերի, որ ինքը վիճակի չի իր երեխային կրթության տալու։ Իմ ասածը սա է, գիտեմ, հնարավորություն տվեք, պահանջեք, ամեն ինչ ճիշտ անմիջապես կլինի։ Հիմա դուք ասեք։ Պարոն Ծառուկ,